Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման արդյունքների վերաբերյալ ամերիկա-ուկրաինական պատվիրակությունները հրապարակել են համատեղ հայտարարություն, որով Կիևը համաձայնել է ԱՄՆ առաջարկին հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար։ Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. Այսօր Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանի հյուրընկալությամբ ԱՄՆ եւ Ուկրաինան կարևոր քայլեր ձեռնարկեցին Ուկրաինայում կայուն խաղաղության վերականգնման ուղղությամբ։ Երկու երկրների ներկայացուցիչները ընդգծեցին ուկրաինացի ժողովրդի արիությունն իրենց հայրենիքի պաշտպանության գործում եւ համաձայնեցին, որ այժմ ժամանակն է սկսել երկարատև խաղաղության հաստատման գործընթացը։ Ուկրաինական պատվիրակությունն իր խորին երախտագիտությունն արտահայտեց նախագահ Թրամփին, ԱՄՆ կոնգրեսին եւ ամերիկացի ժողովրդին Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։ Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ առաջարկը հաստատելու 30-օրյա անհապաղ եւ ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ կկիրառվի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը նույնպես ընդունի եւ կատարի համապատասխան քայլերը։ ԱՄՆ իր հերթին փոխանցի Ռուսաստանին, որ խաղաղության հաստատման համար վճռորոշ են փոխադարձ գործողությունները։ Միացյալ Նահանգները անհապաղ կվերականգնի հետախուզական տվյալների փոխանակումը եւ կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։ Պատվիրակությունները քննարկեցին նաեւ խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության կարեւորությունը, հատկապես հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը եւ բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։ Երկու կողմերն էլ համաձայնեցին նշանակել բանակցային թիմեր եւ անհապաղ սկսել բանակցությունները Ուկրաինայի երկարատև անվտանգության ապահովմամբ կայուն խաղաղության հասնելու համար։ ԱՄՆ պարտավորվում է այս առաջարկները քննարկել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինայի պատվիրակությունը վերահաստատեց, որ խաղաղության գործընթացում պետք է ներգրավվեն նաեւ եվրոպացի գործընկերները։ Վերջում երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ։ Սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը եւ երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը, նշված է հայտարարության տեքստում։ Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։